Տան պայմաններում պատրաստում ենք ամենահամեղ հատիկավոր կաթնաշոռը, առանց հավելումների, հարուստ կալցիումով և սպիտակուցներով, որը հանգիստ կարելի է տալ երեխաներին։ Իսկ թե որքան կաթնաշոռ է ստացվում 5 լիտր կաթից, տեսանյութը դիտեք մինչև վերջ։ Կաթը պարտադիր անց ենք ասնում մի քանի տաք ծալված թանձիվով, լցնում ենք համապատասխան կաթսայի մեջ և դնում ենք ցածր կրակի վրա։ 5 լիտր կաթից կաթնաշոռ ստանալու համար ես օգտագործում եմ կես թեյի գդալ կիտրոնի աղ։ Կիտրոնի աղի փոխարեն կարելի է ավելացնել 1 բաժակ մածուն կամ թարմ կիտրոնի հյութ, մոտ 3-ից 4 ճաշի գդալ։ Մածունով կաթնաշոռ ստանալու տարբերակը նույնպես կգտնեք իմ ալիքում, բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Որպեսզի ստացվի բնական առանց հավելումների կաթնաշոռ, խորհուրդ կտամ ձեռք բերել տնական կաթ։ Երբ կաթը սկսում է բարձրանալ, ավելացնում ենք 1 քառորդ թեյի գդալ կիտրոնի աղ, եփում ենք 3-ից 4 րոպե, կրկին ավելացնում ենք 1 քառորդ թեյի գդալ կիտրոնի աղ, այդպես կաթնաշոռը շատ լավ է առանձնանում։ Ստացված զանգվածը միանգամից չենք քամում, սպասում ենք 15-ից 20 րոպե, մինչև կաթնաշոռը նստի կաթսայի հատակին և շիճուկը առանձնանա։ Արդյունքում ստացվում է ամենահամեղ, բնական, կալցիումով և սպիտակուցներով հարուստ կաթնաշոռը, որը առողջ լինելու համար պետք է օգտագործեն բոլորը։ 5 լիտր կաթից ինձ մոտ ստացվեց 850 գրամ կաթնաշոռ։ Միանշանակ արժե պատրաստել տան պայմաններում, քանի որ խանութից նման համեղ կաթնաշոռ հաստատ չեք գնի։ Վայելեք առանց խղճի խայթի և եղեք առողջ։ Առայժմ